մեզ ձեզ եւ հանգուցելոց մեծ ավետիս Քրիստոս հարյավի մեռելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի թող օրհնված հարությունը Քրիստոսի յուրաքանչյուրի սիրտը մխիթարի եւ զորացնի որովհետեւ այսօր մեռելոց է եւ թող Քրիստոսի հարության լույսը լուսավորի բոլոր մեր հանգուցյալ հարազատների հոգիները թող Քրիստոսի հարության շնորհները խաղաղությունն ու ողորմությունը մեր հանգուցյալ հարազատների հոգիներից անպակաս լինի մինչև ահեղ դադաստան եւ ահեղ դադաստանին էլ Աստված թող իրենց հիշի գթա իրենց մեր աղոթքներն էլ հիշի իրենց համար կատարած դրանք եւս թող հաշվի առնի Աստված ողորմությամբ թող մոտենա եւ երկնային լույսի ու խաղաղության մեջ թող բնակեցնի բոլորին եւ ահեղ դատաստանից հետո էլ փրկության ու հավիտենական կյանքի թող արժանացնի այսօր մեռելոց է սիրելի հավատացյալ ժողովուրդ եւ երբ որ ես մտածում էի քարոզի պատրաստվելու քարոզի նախապատրաստվելու մտածում էի թե արդյոք ինչ պիտի խոսեմ մեռելոցին որովհետեւ գիտեք ընդհանրապես ասենք Զատկի տոնը, Քրիստոսի ծննդյան տոնը, երեք պատարակներ իրար հետևից են, ճրագալույս, այնուհետև բուն տոնական օրը եւ այնուհետև մեռելոցը։ Առաջինը կատարում ենք, երկրորդը կատարում ենք, երրորդը մի տեսակ ավելի պետությունն էլ մի քիչ խանգարում է աշխատանքային օր անելով, չտալով ազատոր, ավելի սակավաթիվ հավատացյալներով ենք անում Եվ մի տեսակ կարծեք թե իրադրություն ստեղծվի, որտեղ ավելի մի քիչ այսպես թուլացած ոգևորությամբ, այսպես ասեմ, թուլացած ոգևորությամբ ենք, ուրեմն կատարում մեռելոցը։ Եվ բացի սա, ես արդեն 21 տարվա քահանա եմ, եւ բազմաթիվ հարցեր են ինձ տվել այդ 21 տարիների ընթացքում Երբի հարյուրավոր չէ, երբի հազարավոր մարդիկ, որտեղ հենց քահանա տեսնում են շատ արագ ոգևորվում ու այս հարցերը հատկապես տալիս են, եւ մտածեցի, որ հենց այն հարցերին այսօր պատասխանեմ։ Նախ իրենք ասում են, որ Տեր հայր ասում են։ Ի սկզբանե երբի 2004 թվից որպես քահանա հիշում եմ, այսպիսի հարցեր ինչքան շատ տալիս էին։ Տեր հայր ասում են Հիմա ոնց անենք, մենք ես մեր մեռելների զատիկը ոնց անենք, մեր ունենք հանգուցյալ, այդ հանգուցյալների զատիկը պիտի անենք, նորերին անենք շաբաթ օր, հներին անենք կիրակի օր, ասում են, բա մեռելոցին ինչ անենք, և իրենց պատկերացման մեջ երբի մեռելոցի օրը անելիք այլևս չէր մնում, և նաև Այսպիսի շատ հարցեր ու հանգամանքներ, որով մարդիկ անընդհատական իրենք հարց են տվել ու ես իրենց պատասխանել եմ։ Բայց գիտես, երբ որ մի տարվա քահանա ես, դեռ շատ չես պատկերացնում այս կարգավորումները Սուրբ հայրերից մեզ փոխանցված։ Եվ թե ինչպես պիտի կարգավորումները շտկվի, որովհետև կարգավորումները խեղաթյուրվել է Այսինքն կարգավորումը կա, եկեղեցական օրացույցի մեջ ճշտիվ կա, բայց ժողովրդի մեջ կարգավորումը խեղաթյուրվել է։ Դրա համար որպես քահանա մտածում ես, իսկ ինչպես անես, որ ժողովրդի մեջ խեղաթյուրված կարգավորումները բերել եւ ճիշտ կարգավորման հիմքի վրա դնել, որպեսզի կարողանաս այդպես հասկացնես Եվ ժողովրդին էլ բերես ճիշտ կարգավորման, դու ինքդ իբրև քահանա նախ ստույգ եւ հստակ պիտի պատկերացում կազմես, թե ի վերջո մեռելոցի ինչ կարգավորում են դրել Սուրբ հայրերը։ Ինչպես է նաեւ ձևավորվել այս արողակարգը եւ ինչպես է որ մենք պիտի կարողանանք ներկա օրերին նախ մտածենք եւ ապա գործենք։ Սա շատ կարեւոր է։ Ինչ եմ ասում նախ մտածենք, որտեվ եթե մենք որևէ հարցի կարգավորումը նախ մեր մտքի մեջ չշտկենք, երբեք չենք կարողանալու շիտակ կերպով իրագործել։
Չէ որ մենք բանական էակներ ենք։ Նախ ճշտիվ մտածում ենք մեր մտքի մեջ, կարգավորում ենք մեր մտքի մեջ եւ այնուհետեւ սկսում ենք իրագործել։ Հիմա եթե որևէ քահանա պիտի մայր եկեղեցու կարգավորումները մատուցի եւ հասանելի դարձնի ժողովրդին, բնականաբար նախ իր մտքի մեջ պիտի կարգավորված լինի, հստակ, ինքը պետք է ընկալած լինի, թե որն է մայր եկեղեցու դրվածքը, հետևաբար եւ ճիշտ ձևը, եւ այն ճիշտ ձևը մատակարարի։ Գիտեք մեր օրյա իրականությունը, շաբաթ օրը ծոմ օր է, շաբաթ մենք զատիկ ենք անում, հավաքվում են, նստում ուտում խմում են, մի հատ է գերեզման են գնում, մայր եկեղեցին դեռ չի հայտարարել Քրիստոս հարյավի մեռելոց, այսպես իրենց քրիստոնյա կոչող մարդիկ արդեն զատիկ են անում, թե ինչ զատիկ են անում, այդ իրանց որոշած զատիկն է, այդ թող ուրիշ մի օր անեն, էլ ինչ են մայր եկեղեցու որոշած օրերը պղտորում, թող իրենց որոշած որևէ մի օր անեն։ Ես ինչ որ բնակավայրերից հիշում եմ, որ կար աշխատողի օրը մայիսի 1-ին, մայիսի 2-ին էր մեռելոցի պես ինչ որ գերեզմաններ են գնում, բան։ Այսինքն, այս իրանց ինքնուրույն կարգավորումն է, այդ ինչ անում են, իրենք գիտեն, որ դա ընդունելի չէ, ոչ մի կապ չունի։ Եվ Աստված դա երբեք էլ չպիտի լսեր, ինչի համար, որովհետև երբ որ իրենք Աստծու դրված կառհամարելով, թողնելով Աստծունը, կգնան իրենց ինքնահնար վարդապետությունների ետևից, իրենք էլ հոգու խորքում գիտեն, որ դա Աստծուն ընդունելի չի, եւ ինչ ուզում են թողանեն, այդ արդեն լրիվ ուրիշ հարց է, դրա համար առաջի պատվիրանը ասում է ես եմ քո Տեր Աստվածը։ Ես եմ քո Տեր Աստվածը։ Բայց եթե դու ընդունում ես, որ ինքն է քո Տեր Աստվածը, նոր մտնում ես Աստված պաշտության այդ սուրբ խոհանոցի իրականության մեջ, եւ այստեղ արդեն սկսվում է քո եւ Աստծու հարաբերությունը, քո եւ Աստծու շփումը, քո եւ Աստծու ընթացքը։ Ուրեմն սիրելի հավատացյալ ժողովուրդ, այս անընդունելի բաները իհարկե չշարունակեմ մեր օրյա արատավոր գծերը մեջտեղ դնելու, թե ոնց է, որ այդ ծոմի օրը դրած մեռելոցի սեղանի վրա մի քանի հանգուցյալին կենաց կհիշեն, հետո կսկսեն իրար կենացներ ասել, եւ հետո ի վերջո ոմանք արդեն հարբած կլնեն, եւ կսկսվի արդեն լրիվ ուրիշ մթնոլորտ, եւ իհարկե ինձ հարկի տերեր, հանգուցյալների տերեր բողոքել են այս հարցով, ես ստեղից գիտեմ ավելի մանրամասը, որ իրենց դուրն էլ դա չի գալիս, որտեղ իրենց նպատակը չի, որ մեռելոցը վերածեն ուրիշ մի բանի, բնավ իրենք կողմ չեն ու համաձայն չեն, բայց նաեւ չեն էլ կարողանում դեմ առնեն, որտեղ հավաքված են 200-300 հոգի կամ չգիտեմ 80-100 հոգի, 80-100 հոգուն իրենք չեն կարող վերահսկել ամեն հարցում, հետևաբար նաև աջակցություն մեր հայ քրիստոնյաների, նաև օգնություն մեր հայ քրիստոնյաներին, անընդհատ այդպես մտածել եմ, թե որն է ճիշտ դրվածքը մեռելոցի հետ կապված, ոնց պիտի արվի մեռելոցը, իհարկե խոսքս ծեսի մասին չի, նորից արդեն խոսքի սկզբից ասեցի, որ ծեսը հասկանալի է, շաբաթ ճրագալույս կիրակի տոնական պատարագ, երկուշաբթի մեռելոց, ծեսը մեզ հստակ կարգավոր ու հաստատուն տալիս է, բայց մեր օրյա, այսինքն այդ դրվածքը ժողովրդի մեջ, այդ խեղված դրվածքը, որ արդեն դրվածքի սովորույթի ուժ է կրում, ինչպես պետք է շտկել։ Շտկելու համար պետք է հստակ ասենք եւ հասկանանք։ 50 օր պահքով, ծոմով նախապատրաստվում ենք, ավագ շաբաթ օրը ծոմի օր է։ Ավագ շաբաթ օրը ոչ մեկը առավոտից հաց չպիտի ուտենք, մինչև երեկոյան ժամը 5 Հենց այս խոսքերը լսում են, միանգամից ասում են, Տեր հայր, բա հիվանդ է, բա խոսքս հիվանդի մասին չի, հիվանդներին հանգիստ թողեք։ Խոսքս որգրամոլների մասին է, ովքեր որ շաբաթ օրը մեռելոց են դարձնում։
Եվ խմում հարբում են ու չգիտես ինչ զատիկ են անում։ Ուրեմն շաբաթ օրը ծոմի օր է։ Առավոտից ծոմ ենք պահում մինչև երեկվան ժամը 5։ Ժամը 5-ին ծոմ բերանով ներկայանում ենք զորությունների Տիրոջ առաջ նախատոնակի հարության նախատոնակի։ Ճրակալույս պատարակը նախատոնակն է հարության տոնակատարության։ Եվ ժամը 5-ին պատարակը սկսվում է, ժամը 7-ին ավարտվում է, և մենք հաղորդություն ենք ստանում, և մայր եկեղեցում հռչակվում է. մեզ և ձեզ մեծ ավետիս Քրիստոս հարյավ իմերելոց։ Սա իբրև նախատոնական հռչակում Քրիստոսի հարության։ Նոր սկսվեց Զատկի տոնը, շաբաթ երեկոյան, Կիրակի օրը։ Կիրակին տարվա ամենամեծ տոնն է։ Տարվա 365 օրերի մեջ մենք բազմաթիվ տասնյակ հարյուրավոր տոներ ենք անում։ Այդ հարյուրավոր տոների ամենամեծը, բարձրակետը Քրիստոսի հրաշափառ հարության տոնն է։ Այսպես է քրիստոնեական դրվածքը։ Սրբազան առաքյալն ասում է. եթե Քրիստոս հարություն չի առե, իզուր է ձեր հավատքը, իզուր է մեր քարոզչությունը, ամեն բան տակն ու վրա ոչնչացավ։ Այսինքն այլևս անիմաստ դարձավ ամեն ինչ։ Ուստի այն մարդը, որ Քրիստոսի հարությունը չի ընդունում, Քրիստոսի հարության տոնի զորությունը չի ընկալում, սա քրիստոնյա չի։ Քրիստոնյա չի, չգիտեմ ինչ է։ Կրոնով ուրիշ բան է, դիվապաշտ մեկն է։ Կիրակի օրը տարվա մեջ ամենամեծ տոնակատարությունն է։ Հետևաբար ամբողջ ժողովուրդը, թե հանգուցյալ, նորոգ հանգուցյալ ունեցող ընտանիք, թե հանգուցյալ չունեցող ընտանիք, ոչ մի տարբերություն։ Բոլորը ներկայանում են Զատկի պատարագին։ Այն որ ասում են Զատիկը կտրում է, սուգը կտրում է։ Այստեղ շատ հետաքրքիր ու այո կտրում է։ Ինչով է կտրում։ Որովհետև երբ որ քահանապետը մեռավ, Աստվածաշնչի բազմաթիվ էջերի մեջ գրված է, բոլոր օրենքներին կտրում էր։ Այսինքն այդ օրենքները ինչ էր, մեկը պայմանագիր էր կապել, հողներ տվել, քահանապետը մեռավ, վերջ պայմանագիրը հետ եղավ, կտրեց, ժամանակը դադարեցրեց։ Եվ էլի շատ, մեկը ծառայության էր մտած, քահանապետը մեռավ, վերջ դադարեց ծառայության օրերը։ Այսինքն այդ ամբողջ հասարակական օրենքները վերաձևավորվում էին, վերաձևակերպվում էին։ Դրա համար երբ որ Քրիստոս թագավորը խաչվեց, մեռավ քահանապետը, բուն քահանապետը, երկնքից իջած քահանապետը, իհարկե բոլոր օրենքները վերաձևավորեց։ Ուստի այս տեսակետից շատ հավանելի ու ընդունելի է կտրելը, որով Զատիկը կտրեց 40-ը, կտրեց, ուրեմն մեռելոց անել, ոչ թե 2 օր հետո 40 անել, մեռելոցը պիտի անել։ Դրա համար սիրելի հավատացյալ ժողովուրդ, ուրեմն զատկական մեծ տոնակատարության օրը ոչ մի տարբերություն, թե մարդ հանգուցյալ նորոգ է տարին ննջած հանգուցյալ ունի կամ չունի, ոչ մի տարբերություն։ Բոլորը պիտի ներկանա պատարագի։ Եվ գիտեք, մեծ տոն է Զատիկը, պատարագ, պատարագից հետո մատաղ, ուրախություն, տոնակատարություն։ Եվ Զատկի օրը մատուցվող մատաղը կոչվել է տիառնական։ Ես գրությունների միջից, մեր ավանդական, մայր եկեղեցվո սրբազան ավանդության միջից այսպիսի անվանում եմ կարդացել, տիառնական, տերունական մատաղ։ Այսինքն մատաղ, որը մատուցվում է Զատկի տոնի կապակցությամբ։ Ոչ թե մի ինչ-որ, ասենք, մարդու հիշատակին, կամ ինչ-որ մի մարդու համար։ Չէ՞ որ տարբեր նպատակներով
ուրեմն մատաղ արվում է։ Բայց զատկի տոնին հենց ամբողջ համայնքով մատաղ են արել եւ դա դիառնական մատաղներ, այսինքն պատարագից հետո ուրեմն ուրախությամբ բաժանվել է եւ մեծ ուրախությամբ տոնակատարվել Քրիստոսի հաղթական եւ սուրբ հարությունը։ Ուրեմն շաբաթ օրը ծոմ պահեցինք, երեկոյան սկսեցինք, կիրակի տոնեցինք Քրիստոսի հրաշափառ հարությունը։ Երկուշաբթի օրը ուշադրություն կոչվում է մեռելոց եւ երկուշաբթի օրվա մատուցված պատարագը մեռելոց հիշատակի համար է։ Մենք մեր հանգուցյալ հարազատների համար այդպես խորհրդավոր ծեսը, որ կարող ենք անել, դա սուրբ պատարագն է։ Սուրբ պատարագից ավելի ներքին այդպես խորհրդով իմաստով զորավոր ծես մենք չունենք։ Սա թիվ 1 խորհուրդն է։ Քրիստոսի մարմնի արյան զոհագործության, հաղորդության խորհուրդն է։ Մկրտվում ենք, որ հաղորդվենք Քրիստոսի մարմնին ու արյանը։ Հետևաբար հանգուցելոց հիշատակի համար ամենամեծ կարգը, ծեսը, աղոթքը, որ մենք կարող ենք անել, դա միանշանակ սուրբ պատարագն է։ Բայց գիտեք, պատարագը գերեզման օրհնեքի պես չի։ Պատարագը հոգեհանգստի արարողության պես մի փոքրիկ արարողություն չէ։ Պատարագը 2 ժամյա պատարագ է, որը քահանան, սարքավագներ, դպիրներ, ժողովուրդ, ընդհանուր պաշտամունք ենք մատուցում։ Հետևաբար այս 5 պատարագները 5 մեռելոցների։ Մեռելոց հիշատակի համար մատուցվող, հատուկ հանգուցելոց շնորհով մատուցվող պատարագներ են։ Ուստի մեռելոց պատարագին առաջինը ներկայանում է նորոգ հանգուցյալ ունեցող մարդը, որ իր նորոգ հանգուցյալի անունը գրի, որի համար շատ է ցավում, չէ՞ որ նորոգ հանգուցյալը մի տեսակ վերքը թարմ է, մի տեսակ տանջանքը շատ է։ Բոլորս մեր մաշկի վրա դա զգացել ենք եւ մեր հարազատ բարեկամ մոտ մտերի մարդկանց կյանքերի մեջ տեսել ենք այդ իրականությունը։ Դրա համար մեռելոց պատարագին առաջինը ներկայանում են հանգուցյալ ունեցող հարկի տերերը եւ իրենց այդ ամբողջ ժողովուրդը եւ նաեւ իրենց ցավակցող ժողովուրդը, որտեղ չկա մարդ, որ հանգուցյալ հարազատ չունենա։ Բոլորս էլ մեր հանգուցյալ հարազատներն ունենք։ Ուստի ներկայանում ենք սուրբ պատարագի եւ այստեղ հասկանալի է, չէ՞ որ մի տեսակ շնորհային, այսինքն աղոթքները կարդալու մեջ կամ որևէ ծիսակատարություն կատարելու մեջ առաջնահերթությունը տրվում է նորոգ հանգուցյալներին։ Ասենք կարող է անունները սկզբից նորոգ հանգուցյալներին կարդանք, հետո 5 հանգուցյալներին։ Հետո երբ որ գնանք գերեզմանոց, նախ նորոգ հանգուցյալներին օրհնենք, հետո 5 հանգուցյալներին օրհնենք։ Սա հասկանալի է, չէ՞։ Եվ հետևաբար այստեղ նաև կխնդրեմ ուշադրություն։ Նորոգ հանգուցյալի տերերը դատարկաձեռն չեն գալիս եկեղեցի, իրենց հետ բերում են իրենց հանգուցյալների հիշատակի համար իրենց կատարած մատաղները եւ իրենց խաշլաման հիշատակությունն է մատաղների, որ հիմա լրիվ ուրիշ բան է դարձել։ Մատաղը մարդը անում է, նորոգ հանգուցյալ հարկի տերը, մեռելոց պատարագին բերում է եկեղեցի։ Նախ պատարագով հիշատակում եւ նրանց անունները հիշատակում ենք եւ վերջում եկեղեցու բակում իրենք բաժանում են իրենց մատաղները։ Գիտեք, այստեղ շատ կարևոր հարց։ Եվ բաժանում են ոչ միայն իրենց ճանաչող եւ հարգող մարդկանց, չէ՞ որ ճանաչող ու հարգող մարդիկ էլ այստեղ են, քանի որ նորոգ հանգուցյալի հարկի տերերը այստեղ են։ Հետևաբար նրանց ցավակցողներն էլ այստեղ են, բայց իրենց մատաղը ոչ միայն բաժանում են այս մարդկանց,
այլ նայ մնացած բոլորին են բաժանում։ Եվ միգուցե այդ պահին եկեղեցու մի պատահական մարդ կա, մի աղքատ մարդ կա, մի որևէ մարդ կա, նրանց էլ են բաժանում, բոլորին են բաժանում։ Եվ գիտեք ինչքան ընդունելի է լինում իրենց արած մատաղը։ Հանգուցյալի տերերը բաժանեցին, հանգուցյալների, նորոգ հանգուցյալների, որտեղ խոսում ենք մեռելոցի մասին, բաժանեցին իրենց մատաղները և ցավակցող ժողովուրդը տարիներ շարունակ անդադ ինձ ասել են, Տեր Հայր ասել են, մեր ազգի մեջ կամ մեր բարեկամության մեջ, չգիտեմ, կա 4-5 հանգուցյալ կամ 3 կամ նույն համայնքի մեջ 3-4 հանգուցյալ կա, երբեմն։ Բա մենք որ մեկինը հասցնենք, չէ որ այստեղ առանձին են սկսել արդեն կատարել, ամեն մարդ իր տունը ինչ-որ թվով սեղան է դնում, հետո ամեն մարդ իր թափորով գնում է գերեզման, ամեն թափոր հետ է գալիս, մեկն էլ 3 թափորին էլ պետք է մասնակցի, ո՞նց է մասնակցելու։ Մեկի սեղանին չի կարողան մասնակցել, մեկի գերեզման խումբ ծխելու չի կարող մասնակցել մյուսին, եւ միևնույնն է չի էլ կարողանա, որովհետեւ կարգավորում չկա։ Որտեղ մեռելոցը առանձին սեղան փռելու հարց չունի։ Մեռելոցը մատաղները վերցրած գալիս են եկեղեցի հարկի տերերը, իրենց ցավակցող ժողովուրդն էլ գալիս են եկեղեցի, եւ ինձ թվում է, որ մեռելոց պատարակը թվով ամենամեծ ժողովուրդն է ստացվում։ Եվ այստեղ աղոթում են իրենց հանգուցյալների համար, մատաղները բաշխվում են բոլորին, բոլորը բոլորին ցավակցում են, էլ այդ խնդիրը չի առաջանում, սրան հասցրեցի, նրան չհասցրեցի չկա, բոլորը բոլորի սեղանից մի պատար ճաշակում են, կշտանալի չի, ոչ էլ հարբելու տեղ է, ասենք մեռելոց հոգեհացը, և մատաղը հատկապես, չէ որ այդ մատաղը հոգու փրկության համար են մատուցում, որ ճաշակեն ասեն ողորմի Աստված, երկնքի արքայություն ձեր հանգուցյալին։ Եվ ի վերջո, երբ որ արդեն եկեղեցու բակում պարկեշտ ձևով մատաղները ճաշակում են, իրար ցավակցում են, իրար մխիթարանքի խոսքերը ասում են, ուրեմն այստեղից համայնքովի շարժվում են դեպի գերեզմանոց։ Եվ բնականաբար գերեզմանոցում նախ նորոգ հանգուցյալների շիրիմներն են օրհնում, հասկանալի տրամաբանությամբ։ Եվ նորոգ հանգուցյալներից հետո արդեն ովքեր որ էլ այնտեղ օրինակի համար նորոգ հանգուցյալի տերն էր եւ ուրիշ այնտեղ արողություն էլ չկա, ինքը թողեց գնաց տուն։ Արդեն քահանան մյուս հանգուցյալների շիրիմներն է օրհնում, նրանք ովքեր որ այնտեղ են փափագում են, աղոթում են, եւ այսպես վերջանում է մեռելոցը։ Ուրեմն մեռելոց օրը կազմակերպված համայնական սուրբ պատարակով, մատաղներով եւ գերեզմանը օրհնելով ամբողջական մի արողություն է, որտեղ ներկա են բոլորը եւ ցավակցում են իրար բոլորը, որտեղ բաժանում են մատաղները բոլորին եւ ճաշակում են բոլորը, բոլորը ողորմի են տալիս, ողորմություն են խնդրում Աստծուց, եւ բոլորն էլ գնալով հարգում են, միասին ուրեմն շիրիմներն էլ օրհնում են, որտեղ շիրիմները օրհնելը արդեն կարճ կարգեր է։ Քահանան, չգիտեմ, կա նորոգ հանգուցյալ մի 3-4 հանգուցյալ տարվա, ասեն կամ 5-6, երբեմն ամենաշատ մի 10 եւ այլը, հա, օրհնում է նորոգ հանգուցյալները, հետո մնացածներին է օրհնում, այս արդեն սովորական ինչ-որ ընթացք է, հայ քրիստոնեական ավանդական ընթացք։ Ահա այսպես է, սիրելի հավատացյալ ժողովուրդ, կազմակերպվում եւ կարգավորվում մեռելոցը։ Հիմա մեզ որ հարցնեն, ո՞նց անենք, որ ընդունելի լինի։ Այտենց պետք է անենք, որ ընդունելի լինի։ Երկուշաբթի մեռելոցին քո տունը սեղան չես գցում, խաշլամա չես եփում։ Մատաղդ բերում ես եկեղեցի, քեզ ցավակցող քո հարազատներն էլ քո հետ։ Եթե դու հարկի տեր ես նորոգ հանգուցյալի։
Եվ այստեղ աղոթում պատարակ խորհրդավոր խորհուրդն է մատուցվում մեռելոց հիշատակի համար, վերջում պարկեշտ ձևով մի պատար մատաղը ճաշակում ողորմի են տալիս, գնում են գերեզմանել օրնում են և ցրվում գնում են, շատ ընդունելի, ոչ ոք հարբած չի, բոլորը բոլորին տեսել են, բոլորը ուրեմն շատ հարգանքով և շնորհքով ամեն բան կարգավորվում է։ Ես կարծում եմ, որ այսպես պիտի անել։ Էլի մանր հարցեր կառաջանան, չկա այդպես դրվածք, որ ասես ու միտեղ փորփրեն մի հարց չառաջանա։ Կառաջանա հարցեր, բայց այս տրամաբանության ելակետից մնացած ուրեմն հարցերն էլ պիտի պատասխանեն։ Եվ այդպես նաև մի բան էլ ասեմ, երբեմն որ մենք մայր եկեղեցվո դրվածքը այսպես փնտրում գտնում ենք ժողովրդի մեջ դրվող կարգավորումները, այսպես ծանծաղ որոշ մարդիկ ասում են, «Էդի Տեր Ղազարն է մտածել»։ Տեր Ղազարը չի մտածել, այդ մայր եկեղեցու դրվածքն է, ոնց որ մի հոգևորական դրսից ասել էր, մի հատ քահանա կա իր խմբով առաջավորած պահքն է պահում, ոնց որ թե այդ քահանան առաջավորած պահքը դրե կամ չգիտեմ, ինքն է էլի սենց ինչ որ պահում սս տարօրինակ մի բան, առաջավորած պահքը հայ առաքելական Սուրբ եկեղեցու սրբազան դրվածքն է, հայ ժողովրդի դարձի ապաշխարության օրն է, Գրիգոր Լուսավոր չէ, հրամայած պահքն է։ Հիմա նույնն էլ մեռելոցի կարգավորումը։ Մի երիտասարդ քահանայի հարցնես, կարող է այս ամբողջ կարգավորումը չպատկերացնի։ Ես էլ որ երիտասարդ եղել եմ 20 տարի առաջ, այն ժամանակ չեմ պատկերացել, բա մեռելոցը լավ, շաբաթ կիրակի երկու խառնաշփոթ մի իրավիճակ, բա վերջում այդ մեռելոցի պատարակն էլ ինչ ենք անում, սենց մի 3-4 հոգով հավաքվում ենք եկեղեցում, մի հատ պատարակ անում ենք պտիշկա դնելու համար։ Մեռելոց պատարակ ենք անում, հանգուցյալների հարկի տերերը հենց թիվ մեկը տեղ պիտի ներկա լինեն։ Երկինքը բացվում, Քրիստոս Աստծու որդին իջնում է, իր հրեշտակած բազմությամբ։ Ոյք հավատով կայք հանդիման Սուրբ Սեղանին, Աստվածային, տեսեք բազմյալ Քրիստոս արքայն և շուրջ պատյալ զորք վերնական, տեսեք բազմած Քրիստոս արքան և հենց իր ողորմությունն ենք աղերսում։ Սա է մեր դրվածքը, աղաչենք Տիրոջից, թե չէ տես քեֆ մեֆ թող քեֆ մարդիկ անեն։ Գիտես, այս դեֆեկտավոր մտածողությունը նաև ընկճում է հավատացյալ մարդկանց, բայց թե կարծում եմ, որ նույնիսկ ոչ միայն հավատացյալ մարդիկ, այլ կիսա թերահավատ մարդիկ էլ այդպես ձգտում են, որ մի քիչ տենց Աստծու ուզածով, այսինքն Աստծու թելադրած կարգով կանոնով անեն, ընդունելի լինի, բայց երբեմն հստակ պատկերացում չունեն, ոնց անեն, որ ընդունելի լինի, ուրեմն սենց պիտի արվի, որ ընդունելի լինի։ Մեզ և ձեզ և հանգուցելոց մեծ ավետիս Քրիստոս հարյավ իմեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։